Ընկերներ ողջույն, միասին շարունակում ենք գծային հարաշվի ուսումնասիրությունը, այսօր արդեն միասին սովորելու ենք, թե ինչպիսի գործողություններ են սահմանված մատրիցների վրա եւ ինչպիսի հատկությամբ են դրանք օժտված։ Մատրիցների հետ կապված գործողություն արդեն առաջին տեսակի մենք անցած դասին ծանոթացանք, դա է մատրիցների տրանսպոնացումը, երբ մատրիցի տողերը դառնում են սյուներ, իսկ սյուները դառնում են համապատասխան տողեր։ Ահա այսպիսի սխեմատիկ տեսք ունի։ Եթե փորձենք օրինակի վրա բացատրել, ապա ենթադրենք ունենք հետեւյալ մատրիցը 1 2 3 4, 5, 6, ահա այսպեսի մատրից ունենք։ Ուրեմն այս մատրիցը ունի 3 տող, 2 սյուն, 3-ը 2-ի վրա այսպես է նշանակում։ Սա անմատրիցն է, որը ասացիան։ Հիմա A տրանսպոնացվածը որպեսզի մենք ստանանք, A տրանսպոնացվածը հավասար կլինի հետևյալին։ Ուրեմն 1, 2, 3, 4, 5, 6։ Ինչը ուրեմն ստացանք 2-ը 3-ի վրա մատրից, եթե ուշադրություն դարձնեք, ապա այստեղի տողը I սյունն է։ Տեսեք, այս սյունը դարձել է այստեղ արդեն տող։ Այսինքն մատրիցի տրանսպոնացումը տողերը դառնում է սյուներ, շրջվում է մատրիցը մեր։ Սա մատրիցների տրանսպոնացման մասին։ Հիմա ասենք թե սահմանենք թե ինչպես է մատրիցի գումարումը։ Նախ մատրիցների գումարումը սահմանվում է միայն նույն չափի մատրիցների վրա, այսինքն mn չափի երկու մատրիցներ կարելի է իրար գումարել։ Մենք չենք կարող օրինակ գումարել 3-ը 2 չափի մատրիցը 3-ը 1 չափի մատրիցի հետ կամ 3-ը 3 չափի մատրիցի հետ, չէ։ Եթե 3-ը 2 չափի մատրիցը, ապա սա պետք է նույնպես լինի նույն չափի 3-ը 2-ի չափի։ Գումարը սահմանվում է միայն այդ կերպ մատրիցների վրա։ Հիմա հասկանանք ինչպես է այս սահմանվում։ Մատրիցների գումարը սահմանվում է շատ բարձր, համապատասխան տարեն իրար գումարվելով։ Եթե իմ A մատրիցը սա է, B մատրիցը սա է, ապա A գումարած B մատրիցը ուշադրություն դարձեք, սա M-ը n-ի վրա է, սա նույնպես M-ը n-ի վրա է։ Արդյունքը նույնպես ստացվում է m-ը n-ի վրա մատրից, m-ը n-ի վրա մատրից։ Ուրեմն, ինչ է նշանակում մատրիցների գումարը։ Նշանակում է հետևյալը, համապատասխան տարերը իրար գումարը, ինդեքսով տարեր, այսինքն A մատրիցի A-ի գումարվում է B մատրիցի B-ով եւ գրվում է այդ մատրիցում։ Եթե սա օրինակ նշանակենք C-ով, C-ն հավասար է սա, ապա C-ի կլինի հավասար սրան։ Այստեղ օրինակը բերված է, տեսեք, ունենք 3-ը 3-ի վրա մատրից, ուրեմն սրանց գումարը ոնց է սահմանվում։ 1-ը գումարվում է 2-ի հետ, գրվում է այստեղ։ 2-ը գումարվում է 3-ի հետ, գրվում է այստեղ։ 0-ն գումարվում է սրա հետ, գրվում է այստեղ, եւ նույն կերպ այս ներքևի տողում այս 3-ը այս 0-ի հետ գրվեց այստեղ, այս 7-ը այս 1-ի հետ գրվեց այստեղ։ Սա մատրիցների գումարման մասին։ Այստեղ մի բան էլ ասենք, ինչա մատրիցի հավասարությունը, դրա մասին նույնպես խոսենք, ուրեմն երկու մատրիցներ կլինեն հավասար, եթե նրանք նույն չափի են եւ իրենց համապատասխան տարերն իրար հավասար են։ Այսինքն եթե AB մատրիցների համար ես ուզենամ սահմանեմ հավասարությունը, ապա AB մատրիցը կլինեն հավասար, եթե այստեղի կամայական IJ-ի համար, որտեղ in հավասար է 1-ից n, j-ն հավասար է 1-ից m։ J-ն տողերի քանակներ, չէ, ցույց տալիս, j-ն չէ, in 1-ից m, որտեղ in տողերի համարն է, j-ն սյան համարն է, j-ն 1-ից m։ Ուրեմն այս կամական այս արժեքների համար b-j-ն հավասար է a-j։ A-j։ Ուրեմն in 1-ից n, որովհետև in 1-ից m, որովհետև տողերի համարը in նախատեսված, տողերը m հատ են, j-ն 1-ից n, որովհետև սյուները n հատ են։ Եվ այդ կամայական IJ-ի համար B-IJ-ն հավասար է A-IJ։ Ապա այդ դեպքում մատրիցը համարվում է հավասար, որտեղ M, N երկու չափի մատրիցների մասին է խոսքը գինում։ Շատ լավ, հիմա անցնենք առաջ, ուրեմն միասին սահմանենք մի քանի հատկություններ մատրիցների համար։ Այստեղ ունենք ABC մատրիցներ, սրանք ընդ որում իրական, այսինքն կամայական IJ-ի համար, այս տարերը սրանց կամայական տար պատկանելու է R-ին։ Իրական թվեր են։ Ուրեմն այս իրական տարերից բաղկացած մատրիցների համար տեղի ունի հետևյալը։ Զուգորդության օրենք A գումաց B գումաց C-ն այստեղ A-ն փակագծի մեջ հավասար է A-ն B-ն փակագծի մեջ։ Ինչի սա տեղի ունի, այստեղ իրաց ֆորմալ ապացույցը ներկայացված է, բայց եկեք մի հատ միասին հասկանանք ինչի տեղի ունի։ Ինչ է նշանակում A գումաց B գումաց J, նշանակում է A-IJ գումարած B-IJ, այսպես։ Գումարած C-IJ։ Ահա։ Հիմա A-IJ, B-IJ, C-IJ դրանք բոլորը իրական թվեր են, իսկ իրական թվերի համար դրանց զուգորդության օրենքը գործում է, չէ՞։ Ես կարամ հաշվեմ A-IJ-ն, սա մի հատ իրական թիվ է։ Ես կարամ հաշվեմ A-IJ-ն, հետո իրեն գումարեմ B-IJ-ն, հետո իրեն գումարեմ B-IJ գումարած C-IJ գումարեմ։ Այսինքն զուգորդության կանոնը գործում է, որտեղ ընդ որում կամական IJ-ի համար դե արդեն in տողերի քանակն է ցույց տալիս, j-ն սյուների քանակն է ցույց տալիս։ Այս հատկությունը գործելու է։
Շատ լավ, հաջորդը թետան է, ուրեմն թետան դա զրոյական մատրիցն է, եթե զրոյական մատրիցը աճից թե ձախ գումարեմ, թե ձախից աճ գումարեմ, դա լրիվ նույնն է։ Ուրեմն խիա նույնը, որովհետև ես AI-ին գումարելու եմ 0, իսկ այս հավասար չի 0 գումարած AI, որտեղ իրական թվեր են, չէ՞, սա հավասար AI-ին։ Հիմա երբ այստեղ գրում եմ 0, նշանակում է օրինակ որպես մատրից դիտարկեմ, կլինի զրոյական մատրիցը, տեսախ 0-ներ են, տեսախ 0-ներ են, գումարած ամատրիցով։ Երբ այս տեսքն եմ դիտարկում, երբ AI-ի գումարած 0 տեսքն եմ դիտարկում, նշանակում է ամատրիցը, այսենց, գումարած մատրից, որ սա 0-ներ են։ Հետաբար տարբերություն չկա, դրանք բոլոր AI են տալիս։ Ուրեմն հակադիր մատրիցի, հակադիրի մասին խոսենք, հակադիրի ժամանակ նշանակում է ai բոլոր տարը վերցնենք 0-ով։ Իսկ հիմա եթե AI-ին գումարեմ իր հակադիրը, այսինքն հանեմ AI, կստանամ 0, չէ՞։ Եվ նույնը հակառակը, եթե ես մինուս AI գումարեմ AI, սա նույնպես ինձ բերելու է 0-ի։ Այսինքն երկու ձևով էլ ես ստանում եմ 0-ներ, ու երբ այս ձև եմ գրում, նշանակում է այս մասին է խոսքը գրում, AI նշանակում է ամատրիցն է, գումարած հակադիր մատրիցը, հակադիր մատրից գումարած ամատրիցը։ Ես այդտեղ IJ-ով եմ ներկայացնում, որովհետև տեսեք IJ-ին դա կարելի կամայական ինդեքս այդ մատրիցի տարերի համար, դա կամայական այդ մատրիցի տարերի համար տեղի ունի։ Եվ երրորդը կամայական AB-ի համար A գումարած B-ն հավասար B գումարած A, սա նույնպես էլի գալիս է նրանից, որ խոսքը գրում է իրական թվերի մասին, եւ AI գումարած BI-ին կդիտարկեմ, թե BI գումարած AI-ին, դա լրիվ նույն բանն է։ Իրական թվեր են, չէ՞։ AI գումարած BI-ին, այս հավասարը BI գումարած AI-ի։ Այստեղ ոչ մի իրական տարբերություն չկա, սա իրական թվերի մասին է խոսքը։ Այստեղ արդեն ֆորմալ ապացույցը ներկայացված է, բայց ըստ էության իմ ասվածներն այստեղ կիրառված է, AI-երով ներկայացված է։ Խի AI-ը, որտեվ AI-ին դա կամայական ինդեքսն է այդ մատրիցի համար։ Լավ, անցնենք առաջ, ուրեմն այստեղ ունենք երկու մատրիցներ, ուրեմն մատրիցը թվով բազմապատկում է, ինչ է նշանակում։ Երբ մատրիցը բազմապատկում ենք թվով, նշանակում է մատրիցի բոլոր տարերը բազմապատկի այդ նույն թվով։ Բոլոր տարերը, տեսեք։ Այստեղ բոլոր տարերը բազմապատկվել նույն թվով։ Եվ այստեղ այդ ամեն ինչի արդյունքում ձևավորվել է հետևյալ 4 հատկություններ։ Ուրեմն ալֆա բետա անգամ a հավասար է ալֆա անգամ բետա a։ Ուրեմն ոնց է սա ապացուցվում։ Եկեք միասին փորձենք ապացուցել, հա, ունենք հետևյալը. ալֆա բետա a մատրիցը, այսպես։ Սա հավասար է։ Ուրեմն սա հավասար է, ես գրեմ ալֆա բետա եւ մի հատ էլ AI-ի։ Այսինքն a մատրիցի կամայական տար։ Սա հավասար է։ Ուրեմն այստեղ ուշադրություն դարձնենք հետևյալին, որ AI-ին իրական թիվ է, չէ՞։ Այսինքն իրական թվի համար ես կարող եմ գրել այստեղ ալֆա անգամ բետա AI։ Կարող եմ, չէ՞, սա գրել։ Ոստեղ մի հատ փակագիծեր կան, այսինքն ալֆա անգամ բետա AI։ Շատ լավ։ Հիմա եթե ես սա կարամ գրեմ, ես սա կարամ գրեմ նաև առանց դրսի փակագծի, այսինքն հավասար է ալֆա անգամ բետա AI, իսկ այս բետա AI-ին դա հավասար չի բետա անգամ a մատրիցը, որտեղ AI-ին այդ մատրիցի կամայական տան, այսինքն ամբողջ մատրիցի համար դա տեղի ունի։ Հետևաբար ստացանք սա հավասար է, այստեղ դիմացը ալֆա։ Այսքեփ ապացուցվեց սա։ Հիմա սա եթե ուզենանք ապացուցենք ալֆա a գումարած b։ Էլի այստեղ AI-ով ներկայացնում ենք այն, ուրեմն AI-ով ներկայացնում ենք այն, AI-ով չենք ներկայացնում, որտեղ AI-ին իրական թիվ է։ Մատրիցը դա արդեն իրական թվերի հետ աղյուսակն է։ AI-ով ներկայացնում ենք այդ մատրիցի կամական տարի համար, հետո բացում ենք AI-ի համար, հետո խմբավորում ենք, այստեղ գումար է լինում, հետո արդեն այդ խմբավորումից այստեղ որ AI-ի է լինում ալֆայով, այդ ալֆան կգրենք ալֆա a, այստեղ գրենք ալֆա բետա։ Նույն կերպ սա հիմա եկեք միասին երրորդ ապացուցենք, դուք ժամանակի տեսանկյունից ձեր ժամանակը խնայեմ, երկրորդը չապացուցան։ Ուրեմն երրորդ ապացուցելու համար, երրորդն ինչ ասում, ունենք ալֆա գումարած բետա անգամ a։ Նորից, վարվում ենք նույն կերպ, գրում եմ ալֆա գումարած բետա անգամ AI, այսպես։ Հիմա այս ներսում կարամ ես բացեմ, չէ՞, կարամ գրեմ հավասար է ալֆա AI գումարած բետա AI։ Կարամ, չէ՞, գրեմ։ Որտեղ իրական թվերի մասին է խոսքը, գրում ալֆա բետա, այստեղ իդեպ ասեմ, հայ, ալֆա բետան էլի պատկանում են R-ին։ Դրանք R-ին են պատկանում։ Սա այսպես կարող եմ գրել, ընտիր։ Հիմա եթե սա այսպես կարող եմ գրել, սա կարամ խմբավորեմ, գրեմ ալֆա AI գումարած բետա, այսպես, AI։ Դե ալֆա AI-ն է, սա հավասար է, այստեղ բերեմ գրեմ, հավասար է։ Սա հավասար է ալֆա a գումարած բետա a։ Բետա a, այո, բետա AI-ը։
Ուրեմն այսպես է ստացվեց։ Այստեղ մեկի համար լինում է մեկ անգամ i-ով է ստացվում, իսկ մեկ անգամ i-ն դա i-ն է, այսինքն հավասար է a։ Եվ արդյունքում սա նույնպես ապացուցվեց։ Սա թվով բազմապատկումը մատրիցի, այսինքն մատրիցը թվով բազմապատկել, նշանակում մատրիցի բոլոր տարերը բազմապատկել այդ նույն թվով։ Անցնենք առաջ, ուրեմն այստեղ ունենք երկու մատրիցներ, մատրիցների արտադրյալը սահմանենք, ինչ ձևով սահմանվում, ուրեմն մատրիցների արտադրյալի մասին կարևոր փաստ կա։ Դու կարաս բազմապատկես այն մատրիցները, որի, նու եթե A եւ B մատրիցներն են բազմապատկում իրար հետ, ուրեմն A մատրիցի սյուների քանակը պետք է հավասարի B մատրիցի տողերի քանակի հետ։ Տեսեք, այստեղ գրված է, կան իր սյուների քանակն է, այստեղ կան արդեն տողերի քանակն է, այսինքն պետք է իրար հավասար լինեն։ Ապա այդ դեպքում նոր կարող ես մատրիցը բազմապատկել, ընդ որում ստացված մատրիցը, C մատրիցը լինելու է A մատրիցի տողերի քանակով, այսինքն M, տեսեք, եւ B մատրիցի սյուների քանակով, այստեղ N։ N։ Ну կարա m լինի, դա էական չի, հա, այստեղ m n ինչ ուզենք լինի։ Եթե m լինի, կլինի քառակուսի մատրից n լինի, ուրեմն ուրիշ բան է լինում։ Հիմա այս մատրիցը եթե դիտարկենք, ուրեմն ունեմ մատրից, որը n-ի m տող կան սյուն։ Այս է։ B մատրիցը, որը ունի k տող n սյուն, սա է։ Ուրեմն անգամ b-ն ինչ է նշանակում։ Ստանամ մի մատրից, որը ունի m տող n սյուն։ M տող n սյուն։ Ուրեմն ոնց է սահմանում մատրիցների արտադրյալ։ Սահմանում է հետևյալ կերպ, որպեսզի ես ստանամ այստեղի առաջին տարը, դրա համար պետք է մատրիցի այս տողը բազմապատկեմ այս սյունակով համապատասխան տարեր, հա, այսինքն A1-1-ը բազմապատկեմ B1-1-ով, գումարեմ A1-2-ը B2-1-ով, գումարեմ A1-կան B-1-ով եւ համապատասխան ձևով գրեմ։ Այդ դրանով է պայմանավորված, որ սրա տողերի քանակը, սրա սյուների քանակի հետ սրա սյուների քանակը սրա տողերի քանակի հետ համընկնի։ Այսպիսով այդ թվաբանական գործողության արդյունքում ես ստանալու ընդամենը 1 տարը մի փոքր բարդ է հաշվարկել։ Հիմա եկեք օրինակ դիտարկենք, օրինակի վրա միասին հաշվարկն իրականացնենք։ Տեսեք, ունեմ այստեղ ես 3-ը 3-ի վրա մատրից, այստեղ ունեմ 3-ը 2-ի վրա մատրից։ Արդյունքում ստանալու եմ ես 3-ը 2-ի վրա մատրից, չէ՞։ 3-ը, որտեղ նայեք, սրանք պետք է նույնը լինեն, ես ստանում եմ 3-ը 2-ի վրա մատրից։ Ոնց եմ հաշվում իմ մատրիցի առաջին տարը։ Առաջին տարը հաշվելու համար վերցնում եմ այս տողը եւ այս սյունակը։ Ու համապատասխան տարերի այդ բազմապատկում, այսինքն 3 անգամ 3 հանած -4 անգամ 2-ը, դրա համար հանած եմ գնում 4 անգամ 2 եւ 5 անգամ 0։ Գումարած 5 անգամ 0։ Ու այստեղ արդեն ստացվում է 9 8, այսինքն 1։ Նշանակում է այստեղ գրվելու է 1։ Հիմա այս մատրիցի երկրորդ տարը ոնց եմ հաշվում։ Դիտարկում եմ այս տողը նորից այս սյան հետ, առաջին սյան հետ։ Ինչ եմ ստանում։ Ստանում եմ 2 անգամ 3 6 -3 անգամ 2 -6 1 անգամ 0 0։ Այսինքն հավասար է 0։ Այստեղ ստացա 0։ Հիմա այս տարը հաշվելու համար դիտարկում եմ մատրիցի այս տողը։ Նայեք, տողը, այստեղ տարը ոնց հաշվենք, հա, ուրեմն երբ տարն ենք հաշվում, դիտարկում ենք A մատրիցի տողը, որտեղ այստեղ որ տողը որ դիտարկում ես, այդ մատրիցի տողը պետք է դիտարկես եւ սյունը, այստեղ որ սյունը առաջինը, ուրեմն B մատրիցի առաջին սյունը։ Պետք է դիտարկենք սրա հետ։ Ուրեմն 3 անգամ 3 9 -5 անգամ 2 -10 եւ 0 է լինում, այսինքն ստացվում է -1։ 1 0 1։ Հիմա նույն կերպ պետք է հաշվենք արդեն երկրորդ սյունը, սրա լրացնելու համար։ Եկեք ես սրանք մաքրեմ, որ մի քիչ ավելի մաքուր լինի, գրվածը ձեզ բարձ երևա։ Շատ լավ, հիմա պետք է լրացնեմ այս սյունակը։ Սա ոնց եմ հաշվում։ Նորից այս մատրիցի առաջին տողը այս մատրիցի երկրորդ սյան հետ։ Ուրեմն 3 անգամ 29, հետո -4 անգամ 18, 5 անգամ -3։ Այս թվաբանական գործողության արդյունքում ստացվելու է 0։ Նորից սա եթե դիտարկեմ, էլի այս մատրիցի սյան հետ։ Ուրեմն 2 անգամ 29 -3 անգամ 18, 1 անգամ -3։ Այս թվաբանական գործողության արդյունքը լինելու է 1։ Եվ այս տողը նույն սյան հետ 3 անգամ 29 -5 անգամ 18 -1 անգամ 3 թվաբանական գործողության արդյունքը լինելու է 0։ Արդյունքում ստանալու ենք այս մատրիցը, որը ձևավորվեց երկու մատրիցների արտադրյալի միջոցով։ Հուսով եմ սա պարզ է, եթե հարցեր կունենաք, անպայման գրեք մեկնաբանության դաշտում, խորհուրդ եմ տալիս ինքնուրույն նաև դուք մի հատ փորձեք, թեկուզ ուրիշ թվային արժեքներով մատրիցների վրա այս ամեն ինչը հաշվել։ Այստեղ մատրիցի արտադրյալի մասին խոսեցինք, հիմա խոսենք իրենց հատկությունների մասին։ Ուրեմն առաջին հատկությունը ասում եմ, որ A անգամ B-ն հավասար է ABC, բայց այստեղ փակագծերի ուշադրություն դարձեք։ Ներքևում իրենց ֆորմալ ապացույցը ներկայացված է, կարող եք կարդալ մի հատ ֆորմալ ապացույցը C-ով ներկայացված է, թե ոնց կարելի է ստանալ։ Այստեղ ինչ որ նշանակում է սա արված, այստեղ սա էլ է նշանակում, այստեղ C-ով նշանակում է արված ինչ որ նու կամ AB-ն D-ով է նշանակված։
Մի խոսքով նշանակումներ անելով ստացվում է, բացվում է նույն կերպ եւ ստացվում է այս հատկությունը այստեղ ներկայացված է ապացույցով։ Հաջորդ հատկության մասին ես ուզում եմ խոսել, ուրեմն Y-ն այստեղ կա, ինչա ինքը ասում։ Y-ն դա միավոր մատրիցն է, այսինքն այն մատրիցը, որի բոլոր տարրերը 0 են, բացի անկյունագծի վրա տարրերից, անկյունագծի վրա միշտ 1 են։ Երբ անկյունագծային տարրերը գլխավոր անկյունագծի մասին է խոսքը գնում, գլխավոր անկյունագծի տարրերը 1 են, մնացած տարրերը 0-ներ, ապա դա միավոր մատրից է կոչվում, որը նշանակում է Y-ով։ Հիմա տեսեք, ասում է հետևյալը, եթե ես միավոր մատրիցը բազմապատկեմ Ա-ից, դա համարժեք է, որ ես ձախից բազմապատկած է, համարժեք է, որ ես իրան բազմապատկեմ Ա-ից, եւ մեկը արդյունքում ստանալու եմ նույն Ա մատրիցը։ Այստեղ նրբություն կա, որ երբ իրան ձախից եմ բազմապատկում, նայեք, եթե իմ Ան m անգամ n չափի մատրից է, m անգամ n, ապա այս երբ ես իրան ձախից եմ բազմապատկում, ինքը պետքա լինի k անգամ m։ Երբ ես իրան աջից եմ բազմապատկում, ինքը պետքա լինի n անգամ ինչ որ t։ Այստեն ընդ որում կարա m-ի հետ էլ համընկնի, այստեն կամայական է, էլի, այնպես չի որ պետքա նույն չափի լինի կամ, այսինքն այս սրա ընտրության հարցում, t-ի ընտրության հարցում ես ազատ եմ, բայց իր տողերի հարցում ես ազատ չեմ, եթե ես իրան աջից եմ բազմապատկում։ Իր տողերի քանակը պետք է համընկնի սյուների քանակի։ Դա կարևոր փաստ է, որպեսզի բազմապատկում գործողությունը սահմանված լինի։ Ձախ մատրիցի տողերի քանակը հավասար լինի աջ մատրիցի սյան տարրերի քանակի հետ։ Կամ հակառակը ասեցի։ Այսինքն այստեղ, եթե ես ան ու b-ն եմ բազմապատկում, ապա եթե ան m անգամ n չափի է, այստեղ ուրեմն n-ը իր սյուների քանակն է, աջի սյուների քանակը ձախի տողերի քանակի հետ, n անգամ m կամ կա։ Հա։ Աջի ձախի սյուների քանակը աջի տողերի քանակի հետ։ Նորից ձախ մատրիցի սյուների քանակը աջ մատրիցի տողերի քանակի հետ պետք է համընկնի։ Այդ դեպքում նոր կարելի է մատրիցի թվաբանական գործողություն սահմանել։ Հիմա եկեք միասին ես սա փորձեմ ձեզ ապացուցել, ուրեմն ինչա այդպես։ Այստեղ իհարկե ինչ որ ապացույցներ ներկայացված են, դուք ինքնուրույն կարող եք դա կարդալ, ես սա մաքրեմ, որ ձեզ ավելի պարզ լինի, եթե կարդալու լինեք։ Հիմա ես փորձեմ ուրեմն ապացույցը իրականացնել հետևյալ կերպ։ Եթե ես դիտարկեմ օրինակ հետևյալ մատրիցը A1 1, A1 2, A1 3, այստեղ A2 1, A2 2 եւ A2 3։ Ուրեմն այս մատրիցը։ Հիմա այս մատրիցը ես բազմապատկում եմ աջից միավոր մատրիցով։ Այսինքն այդ մատրիցը, որով բազմապատկում եմ, պետք է ունենա 3 տող, չէ՞։ Չէ, բայց միավոր մատրիցը պետք է լինի քառակուսային մատրից։ Այսինքն լինելու է 1 0 0 0 1 0 0 0 1։ Ես նախորդ վիդեոյում այստեղ այս մասում ասացի, որ y-ն պետքա լինի m անգամ t, բայց չէ, ինքը միավոր մատրիցը քառակուսային մատրիցն է։ Դա սխալվեցի, այստեղ t չի կարող լինի, միավոր մատրիցը դա քառակուսային մատրից է։ Ահա, ուրեմն այստեղ ոնց ենք սա սահմանում։ Տեսեք, որ ստանալու եմ նույնը։ Ինչու՞։ Նայեք, ես պետքա վերցնեմ առաջին տողը, այս տողը, եւ բազմապատկեմ այս մատրիցի սյան հետ, այս սյանով։ Ինչ է նշանակում սա։ Այս սյան բոլոր տարրերը 0 են, բացի առաջին տարից։ Այսինքն ստանալու եմ նույն A1-ը։ 1 1։ Եթե ես սա նույն այս գործողությունը սրա հետ իրականացնեմ, այլ ստանալու եմ նույն A2 1-ը։ Հիմա, եթե ես այս հաշվեմ արդեն երկրորդ սյան տարրերը, ուրեմն երկրորդ սյան տարրերի համար պետք է դիտարկեմ այս երկրորդ սյունը բազմապատկեմ առաջին տողով։ Բայց տեսեք, երկրորդ սյան մենակ երկրորդ տարրն է մեկ, այսինքն ստանալու եմ էլի այս տարրն ու այս տարրը։ Լինելու է A1 2, A2 2։ Եվ այս սյան դեպքում եւ բազմապատկեմ, տեսեք առաջին ուսը 0, մենակ վերջինն է մեկ, այսինքն ստանալու եմ այս տարը եւ այս տարը։ Այսինքն A1 3, A2 3, հետեւաբար մատրիցս նույն ձև կրկնվեց։ Եվ նույն գործողությունը, երբ մենք արդեն իրան բազմապատկենք աջից, այսինքն եթե ես ունենամ A1 1, A1 2, A1 3, A2 1, A2 2, A2 3, այս մատրիցը ունեմ, չէ՞։ Ուրեմն ես իրան եթե միավոր մատրիցով բազմապատկեմ, ուրեմն իմ միավոր մատրիցը, որ բազմապատկում եմ, սա 2-ը 3-ի վրա է։ Ուրեմն պետք է լինի 2-ը 2-ի վրա միավոր մատրից, այսինքն 1 0 0 1, այսպես։ Եվ ես արդյունքում էլի ստանալու եմ 2-ը 3-ի վրա մատրից, տեսեք, 2-ը 3-ի վրա մատրից եմ ստանում։ Այսօսը սա հետ պետք է համընկնի։ Ստանում եմ 2-ը 3-ի վրա մատրից, որը իմ այս A մատրիցի հետ համընկնելու է։ Ինչու՞, որովհետև նայեք, եթե բազմապատկում եմ անում, ուրեմն ոնց եմ անում, վերցնում եմ սրա տողը սրա սյան հետ, ճիշտ է։ Սրա տողը սրա սյան հետ կտա A1 1, գրեցի A1 1։ Սրա տողը այս սյան հետ կտա A1 2, գրեցի ստե A1 2։ Սրա տողը սրա սյան հետ
գրում եմ այստեղ, տալիս է a1 3։ Եվ նույնիսկ հիմա սրա տողը սրա սյան հետ գտա, ինձ արդեն այս ներքևի տա, որտեղ առաջին 0, այսինքն 0 անգամ a1 1, 1 անգամ a2 1, այսինքն a2 1։ Նորից սրա տողը այս սյան հետ 0 անգամ a1 2, 1 անգամ a2 2, a2 2, եւ սա անգամ սա նշանակում է 0 անգամ a1 3, 1 անգամ a2 3, a2 3, եւ արդյունքում տեսեք այս a մատրիցը այստեղ նույն ձև կրկնվեց։ Արդյունքում սա օրինակի վրա, որ դուք պատկերացնեք ոնց է իրականացում, այստեղ արդեն ֆորմալ ապացույցը ներկայացված է, եւս մեկ անգամ շեշտեմ, որ երբ խոսում ենք միավոր մատրիցը դա քառակուսային մատրիցն է, որի անկյունագծային տարերը դրանք 1 են, իսկ մնացած տարերը 0-ներ են։ Անցնենք առաջ, ուրեմն երրորդ հատկությունը այդ հետևյալն է, որ a անգամ b գումարած են հավասար ab անգամ ac, այստեղ ներկայացված ապացույցը կարճ տեսքով, սա դուք ինքներդ կարող օրինակի վրա նայեք, փորձեք տեսնեք, որ նույնն է ստացվում։ Եվ երկրորդը արդեն նույնն է, ուրիշ ձև, այդ b գումարած են անգամ a-ն հավասար արելի փակագծերը բացված, այստեղ նույնպես ներկայացված է ապացույցը։ Շատ լավ, անցնենք առաջ, ուրեմն տրանսպոնացված մատրիցի մասին եւս մի քանի հատկություններ։ Առաջին հատկությանը մենք արդեն անցած դասին անդրադարձանք, որ տրանսպոնացված մատրիցի որոշիչը հավասար է նույն մատրիցի որոշիչին։ Տրանսպոնացված մատրիցի տրանսպոնացումը հավասար է այն։ Ինչ է դա նշանակում։ Պատկերացրեք, ես մի հատ մատրիցը վերցրեցի, շրջեցի, հետո այդ շրջված մատրիցը ելի եմ շրջում։ Արդյունքում ստանալու եմ իմ նույն մատրիցը, այսինքն սրանից այստեղ n-ը m-ի վրա է, չէ՞։ Ստանում եմ մի հատ sense մատրից, այստեղ m-ը n-ի վրա եմ ստանում։ Հիմա այս մատրիցը մի հատ եմ շրջում, չեմ ստանալու ելի նույն մատրիցից։ Այսինքն ստանալու եմ n-ը ելի m-ի վրա։ Այս հատկությունը երկրորդ էտա նշանակում, ոնց որ նույն գործողությունը երկու անգամ անում ես, իրան չեզոքացնում է։ Լավ, երրորդ գործողությունը էլի նույնպես ակնհայտ է, a + b տրանսպոնացվածը հավասար առանց տրանսպոնացվածների գումարին։ Ինչու՞, որտեղ a + b նշանակում է a իժի գումարած b իժի, հետո այս արդյունքը տրանսպոնացրու։ Այդ նույնը ոնց որ ես սա տրանսպոնացնեմ ու դրանք իր հետ գումարեմ։ C անգամ որ բազմապատկում ես, այդ C-ն տրանսպոնացումից դուրս է գալիս, որտեղ սաղ տարերը բազմապատկում այդ նույն C-ով, հետաբար C-ն կարող հանգիստ հանենք դուրս, սա ակնհայտ է, եւ A անգամ B տրանսպոնացված հավասար B տրանսպոնացված անգամ A տրանսպոնացված, այս փաստին ուշադիր եղեք։ Արտադրյալի տրանսպոնացվածը հավասար B տրանսպոնացված անգամ I տրանսպոնացված։ Այստեղ արդեն իր ապացույցը ներկայացված է, սա իմ AB-ն է, սա AB արտադրյալի տրանսպոնացված տարբերակը, որը որ բացվում է, բացվում է այս կերպ, իսկ սա եթե մենք ներկայացնենք, ստացվում է B տրանսպոնացված անգամ A տրանսպոնացված։ Վերջ ընկերներ, կարծես թե այսքանը արդեն մատրիցների հետ գործողությունների եւ հատկությունների հետ կապված հաջորդիվ ավելի հետաքրքիր թեմաներ ենք դիտարկելու, ամենայն հավանականությամբ խոսելու ենք մինորների մասին։ Եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։